Մատթեոսի ավետարան 3-րդ գլուխ։ Շատ կարդացված, շատ նշանակալի հատված է, որ վստահ եմ, որ շատերը կարդացել եք այս համարները, թե ինչպես Հովհաննես Մկրտիչը մկրտում է և Տեր Հիսուս Քրիստոս եկավ իրենից մկրտվելու։ Եվ այստեղ կարևոր խոսակցություն կա, ուզում եմ ընթերցենք այս հատվածը, Մատթեոսի ավետարան 3-րդ գլուխ, մեկից մինչև 12 համարները կարդանք և որի շուրջ կլինի մեր խորհրդակցությունը։ Մատթեոսի ավետարան 3-րդ գլուխ, մեկից 12 համարները կարդանք։ Այն օրերին Հովհաննես Մկրտիչը եկավ ու Հրեաստանի անապատի մեջ քարոզում էր ասելով. «Ապաշխարեցեք, որովհետև երկնքի թագավորությունը մոտեցել է»։ Սա նա է, որի մասին Եսայի մարգարեի միջոցով ասվեց. «Անապատի մեջ կանչողի ձայնը, Տիրոջ ճանապարհը պատրաստեցեք և նրա շավիղներն ուղղեցեք»։ Եվ այս Հովհաննեսի հանդերձը ուխտի մազից էր, իսկ մեջքին կաշվից գոտի, և նրա կերակուրը մորեխ էր ու վայրի մեղր էր։ Այդ ժամանակ նրա մոտ էին գնում Երուսաղեմից, ամբողջ Հրեաստանից և Հորդանանի բոլոր կողմերից և մկրտվում էին նրանից Հորդանանի մեջ, խոստովանելով իրենց մեղքերը։ Երբ տեսավ, որ փարիսեցիներից և սադուկեցիներից շատերն են գալիս իր մկրտությանը, նրանց ասաց. «Իժելի ծնունդներ, ով ձեզ զգուշացրեց, որ փախչեք գալիք բարկությունից։ Ուրեմն, ապաշխարության արժանի պտուղ բերեք, և ձեզ ու ձեզ մի մտածեք ասել, թե մենք Աբրահամին ունենք մեզի հայր։ Ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից Աբրահամի համար որդիներ հարուցել։ Այժմ կասինը դրված է ծառերի արմատին, ուստի ամեն մի ծառ, որ բարի պտուղ չի տալիս, պետք է կտրվի և կրակի մեջ նետվի։ Ես ձեզ մկրտում եմ ջրով ապաշխարության համար, բայց նա, ով ինձանից հետո է գալիս, ավելի զորավոր է, քան ես նրա կոշիկները կրելու արժանի չեմ։ Նա ձեզ պիտի մկրտի Սուրբ Հոգով և կրակով, ում կամարը իր ձեռքում է, որով իր կալը պիտի զտի և իր ցորենը լցնի շտեմարանը, իսկ հարտը պիտի այրի անմարելի կրակով։ Ամեն։ Թող Տերը օրհնի իր սուրբ խոսքը։ Այս հատվածը, սիրելիներ, և այս հատվածի բովանդակությունը կարող ենք տեսնել մնացած երկու ավետարաններում էլ, այսինքն Ղուկասի և Մարկոսի ավետարաններն էլ անդրադառնում են այս իրադարձությանը, որոնք համարվում են սինոպտիկ ավետարաններ, այսինքն Մատթեոս, Մարկոս, Ղուկաս ավետարանները շատ նման են իրար։ Տեր Հիսուսի ծառայությունը սկիզբ առավ Հովհաննես Մկրտչի մկրտությամբ, և երբ Հիսուսը ինքը եկավ նրանից մկրտվելու, և Հովհաննեսը հայտարարեց նրան տեսնելով և ասաց. «Ահա Աստծո գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը իր վրա»։ Եվ ով ավելի զորավոր է, ով պետք է մկրտի գրված է Սուրբ Հոգով և կրակով, պետք է մկրտի Սուրբ Հոգով և կրակով։ Եվ խոսքը Տեր Հիսուսի մասին է։ Մինչ այս կարևոր հարցին անդրադառնալը Սուրբ Հոգու մկրտության և կրակի մկրտության մասին պետք է խոսենք, բայց մինչ այս կարևոր իրադարձություններ կան, կարևոր ճշմարտություններ կան, վերոհիշյալ համարները որ կարդացին, դրանց մասին կխոսենք։ Ուրեմն ով էր Հովհաննես Մկրտիչը։ Դուք գիտեք, որ Հովհաննես Մկրտիչը նաև քահանա էր։ Մի նայեք, որ վայրի կյանքով էր ապրում, քաղաքակրթությունից դուրս, անապատներում էր բնակվում, և կարդացինք նրա հագուստը ուխտի մազից էր, մեջքին գոտի էր կապած կաշվից, կերակուրը ինչ էր։ Մորեխ էր ուտում և վայրի մեղր էր ուտում։ Եվ այդ մեղր այն մեղրը չի, որ հիմա մարկետներում վաճառում են, այն ծառերից վերցրած, ծառի փչակներից վերցրած վայրի մեղր էր։ Կերածներ մորեխ էր, հագուստը և իր միրուքը անխնամ, այսինքն այսպիսի քահանա ով էր տեսել, որ անապատներում քաշված ապրի և այս վայրի կյանքով բնակվի։ Ինչու էր քահանա։ Մենք գիտենք, որ իր հայրը քահանան էր իր ժամանակին, ինքը Զաքարիա քահանայի որդին էր, Ղևիի սերունդից է, և ըստ իրավունքի ինքը քահանա էր համարվում, նաև մարգարե էր։ Եվ Հիսուսն էլ այդ մասին հայտարարեց ասելով, որ կանանցից ծնվածների մեջ Հովհաննեսից մեծ մեկը չկա, բայց երկնքի թագավորության մեջ ամենափոքրը նրանից մեծ է։ Մատթեոսի ավետարան 11:11։ Ես ուզում եմ տեսնենք այստեղ, թե ինչ նպատակ էր հետապնդում կամ ինչ նշանակություն ուներ քահանան և թագավորը։
քահանան եւ թագավորը, որովհետեւ Հիսուսը ճշմարիտ թագավոր էր։ Հիսուսը ճշմարիտ թագավոր էր, եւ թե Հովհաննես Մկրտիչը եւ թե Հիսուսը քարոզում է երկնքի թագավորության կամ երկնքի արդարության մասին։ Եվ ինչ է նրանց քարոզի նյութը, պատգամը, ասում էին ապաշխարեցեք, որովհետեւ մոտեցել է երկնքի թագավորությունը։ Ուստի ապաշխարեցեք։ Պետրոս առաքյալը գրում է հավատացյալներին, առաջին Պետրոսի 2-րդ գլուխ 9 համար, եւ հավատացյալներին ասում է. դուք ընտրյալ սերունդ եք, թագավորական քահանայություն։ Եվ մի քիչ ուզում կանգ առնենք սրա վրա, ինչ է սա նշանակում, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, նրան պատկանող ժողովուրդ, որպեսզի հռչակեք նրա փառաբանությունները, ով ձեզ խավարից իր սքանչելի լույսին կանչեց։ Ուրեմն թագավորական քահանայություն եք, դուք թագավորական քահանայություն եք, որպեսզի հռչակեք կամ հայտարարեք եւ պատմեք Տիրոջ մասին եւ հռչակեք նրա փառաբանությունները։ Եվ ինչ է սա նշանակում։ Աստվածաշունչը սովորեցնում է այդ մասին 5 տակարանի գրքերում եւ թե նորում հանդիպում ենք այս իրականությունը, որ քրիստոնյա հավատացյալը իր ապրումներում պետք է լինի եւ թե քահանա եւ թե թագավոր։ Այս թագավորման եւ քահանայության ապրումները որպես հավատացյալ պետք է ունենանք։ Հիշենք, մինչ թագավորների ժամանակաշրջանը, որ թագավոր չկար Իսրայելի մեջ, դատավորած շրջանն էր եւ կար քահանայություն, կար քահանայապետ։ Եվ մինչև թագավորների ժամանակաշրջանը Աստված ուներ քահանայություն երկրի վրա։ Եվ քահանաները Ղևի սերունդից ընտրված մարդիկ էին։ Ղևի սերունդը միայն կարող էր քահանա լինել։ Քահանայի պաշտոնը կամ գործառույթը ինչու՞մ էր կայանում։ Ինչպես էր արտահայտում նրանց ծառայությունը։ Ուրեմն քահանան Աստծո եւ մարդու միջև միջնորդի դերում էր։ Քահանան այն ծառայությունն էր իրականացնում, որպեսզի մարդուն Աստծուն մոտեցնի, որպեսզի մարդկանց համար աղոթ քանի, որպեսզի միջնորդություն անի, մարդկանց դեպի Տերը ուղղորդի, Աստծուն ճանաչեցնի, հա? Եվ սա էր կարևոր պարտականությունը նրանց, դեպի Աստված առաջնորդի նրանց։ Եվ ոչ միայն քահանան թագավորին ժողովրդին էր ներկայացնում։ Քահանայի պաշտոնը նաև սրա մեջ էր կայանում, որպեսզի թագավորին ժողովրդին ծանոթացնի, որպեսզի մարդկանց ցույց տա թագավորին, ներկայացնի թագավորին, որպեսզի ժողովուրդը ճանաչի թագավորին։ Եվ այդպիսին էր Սամուելը, Սամուել քահանան, ինքը քահանա էր եւ իհարկե մարգարե եւ իր ժամանակի մեջ նաև դատավորություն էր անում։ Կարող ենք տեսնել առաջին թագավորած գրքում։ Ուրեմն Սամուելը որպես քահանա եւ ըստ Աստծո ընտրության օծեց Դավիթին որպես թագավոր։ Հիշում եք առաջին թագավորացը։ Դավիթ թագավորը Աստծո սրտին համեմատ մարդ էր եւ Սամուելը որպես քահանա եկավ եւ նրան օծեց։ Եվ մարդիկ հասկացան, որ սա է թագավորը։ Աստված ընտրեց Դավիթին որպես թագավոր, Հեսեի որդին, որ սերում էր Հուդայի սերունդից։ Իր պատերեկության տարիներին դժվար թե մարդիկ ճանաչեն նրան որպես թագավոր, խոսքը Դավիթի մասին է։ Սակայն Աստված նրան ընտրել էր եւ Սամուելի ձեռքով էլ օծվեց որպես թագավոր։ Հիմա տեսնում ենք երկու պաշտոններ, երկու մարդիկ, մեկը քահանա, մյուսը թագավոր։ Դավիթը նույնպես իրավունքով թագավոր էր, քանի որ Հուդայի սերունդից էր սերվում, այսինքն թագավորական սերունդից։ Նայեցեք, քահանաների եւ թագավորների տարբերությունը որն է։ Քահանաների պաշտոնները փոխանցվում էին սերունդը սերունդ, այսինքն քահանայի զավակները արտադիր կարող էին քահանա լինել, մինչդեռ թագավորության պարագայում այդպես չէր։ Բայց ինչևից է, մենք գիտենք, որ Դավիթը, որ ընտրվեց որպես թագավոր Իսրայելի մեջ, ինքը Աստծո ընտրյալ մարդն էր եւ օծվեց որպես թագավոր։ Նույն պատկերը տեսնում ենք Մատթեոսի ավետարանում, ինչպես կարդացինք։ Նշենք, որ Մատթեոսի ավետարանի մեջ Մատթեոս ավետարանիչը Տեր Հիսուսին ներկայացնում է որպես թագավոր եւ խոսում է ավելի թագավորության մասին, երկնքի թագավորության մասին։ Եվ Հիսուսին նկարագրում է որպես թագավորի։ Ղուկաս ավետարանիչը Հիսուսին ներկայացնում է որպես մարդու որդի։ Մարկոս ավետարանիչը Հիսուսին ներկայացնում է որպես ծառա, հրկիչ ծառային է ներկայացնում։ Հովհաննեսը
Հիսուսին ներկայացնել որպես կյանք եւ որպես Աստծո որդի, որպես կյանք տվող եւ որպես Աստծո որդի։ Նայեք Հովհաննես Մկրտչին, ով կասի, որ այդ մարդը քահանա է։ Նրա կենցաղավարությանը նայեցեք, որ քաղաքակրթությունից դուրս էր, քաղաքական մշակույթից դուրս էր։ Հովհաննես Մկրտիչը սովորականից տարբերվում էր, նրա հագուկապը, նրա կերակուրը, հագուստները, արտաքինը, խոսքը ամբողջությամբ տարբերվում էր տաճարական ծառայողներից, տաճարի քահանաներից։ Սովորաբար տաճարի քահանաների հագուստները հատուկ էր, այն արժեքավոր կերպասից էր կարված, կապուտակե, կարմիրից, նրանց ուտելիքները առանձնացված էր եւ քահանաները սնվում են զոհաբերությունից կամ զոհաբերության մսից լավագույն մասերից, նրանց էին հատկացնում։ Քահանաները բնակվում էին քահանաներին հատկացված տներում, ինչը չի կարելի ասել Հովհաննես Մկրտչի պարագայի մեջ։ Հովհաննես Մկրտիչը անապատներում էր ապրում, նրա կերակուրը վայրի կերակուր էր, նրա հագուստը տարբերվում էր, այսինքն նազովրեցիներին բնորոշ, ուխտավորներին բնորոշ կյանքով էր ապրում, առանձնացված մարդկանցից։ Եվ նրա խոսքը շատ հանդիմանական էր, նրա խոսքը շատ խիստ էր։ Եվ ինչ էր ասում, ապաշխարեցեք, որովհետև մոտեցել է երկնքի թագավորությունը եւ խստորեն հանդիմանում էր փարիսեցիներին եւ սադուկեցիներին, այսինքն կրոնավոր դասակարգին հանդիմանում էր ասելով իժելի սերունդներ, օծերի սերունդներ, պատկերացրեք ինչ խիստ խոսքեր էր, ինչ խիստ հանդիմանություններ էր։ Եվ ասում է, ձեզ ով զգուշացեց գալիք բարկությունից խուսափել կամ փախչել։ Մատթեոսի ավետարան 3-րդ գլուխ 7-րդ համարում տեսանք այս խոսքերը։ Դուք տեսնում եք այստեղ Հովհաննես Մկրտչին որպես քահանայի, կարծես քահանա չլինի, բայց Հովհաննեսը Տեր Հիսուսին ներկայացնում է որպես թագավոր, որպես Մեսիայի, որ սա է Քրիստոսը։ Նա է թագավորը ճշմարիտ։ Եվ նրա թագավորությունը այս երկրավոր թագավորությունը չի։ Տեր Հիսուսն էր ասացի թագավորությունը այս երկրից չի, երկնքից է։ Այստեղից չի թագավորությունը։ Եվ Հովհաննես Մկրտիչը համարվեց Տեր Հիսուսի շարավիղը պատրաստող, նրա ճանապարհը պատրաստող որպես դեսպան Աստծո։ Եվ նրանք երկուսն էլ միևնույն պատգամն էին քարոզում ասելով, ապաշխարեցեք, որովհետև մոտեցել է երկնքի թագավորությունը, որովհետև Տեր Հիսուս Քրիստոսն է երկնքի թագավորը։ Եվ որտեղ թագավորն է, այնտեղ իր թագավորությունն է հաստատում, այնտեղ իր իշխանությունն է հաստատում։ Եվ նրա թագավորությունը սիրելիներ մեր սրտերի մեջ է հաստատում։ Երբ որ մենք բաց ենք նրա համար, ինքը իր թագավորությունը մեր սրտերի մեջ է հաստատում։ Նրա թագավորությունը երկնային էր, եւ ինքը ճշմարիտ թագավորն էր, ով եկավ բնակվելու խոնարհ եւ հեզ սրտերի մեջ, հաստատելու իր թագավորությունը հավատարիմ մարդկանց սրտերում։ Եվ հիմա որպես մեր մեծ քահանայապետ Հիսուս Քրիստոսը երկնքում, որ աշխողում բազմած բարեխոսում է իրենների համար։ Երկնքում սիրելիներ, քահանա եւ քահանայության կարիքը չկա, բայց կլինի մեկ թագավոր իր թագավորության որդիների հետ։ Այո, երկրի վրա քահանայություն կա, թե հիմա եւ թե հազարամյա թագավորության շրջանում լինելու է, բայց խոսքը ոչ թե խևտական կամ ահարոնյան քահանայության մասին է, այլ Մելքիսեդեկյան քահանայության մասին է։ Որովհետև երբ որ կարդում ենք Եբրայեցիներին 7-րդ գլուխ, այնտեղ հստակ ասում է, որ հիմա քահանայության կարգը փոխվեց։ Մեր քահանայությունը Մելքիսեդեկյան է, որովհետև մեր քահանայապետը Հիսուս Քրիստոս ինքն է, ինքը մեր թագավորը եւ մեր քահանայապետն է։ Երկու պաշտոնները Հիսուս Քրիստոսը ինքը ապրում է եւ ինքն է, թե մեր քահանայապետը եւ թե մեր թագավորը։ Հովհաննես Մկրտիչը հանդիմանում էր բոլոր նրանց, ովքեր կեղծավորներ են։ Եվ նրանց ասում է, դուք մտածում եք, թե ասում եք, որ մենք հայր ունենք, հայր Աբրահամ ունենք, մենք Աբրահամի որդիներ ենք, մենք մեզ հայ Աբրահամին ունենք, բայց Աստված ասաց, որ կարող այս քարերից Աբրահամի որդիներ ստեղծել կամ հարուսանել, ասել է, թե Աստված հեթանոսներից էլ կարող է Աբրահամի որդիներ ստեղծել։ Եվ խոսքը այստեղ հրեաների անհավատության մասին է եւ հեթանոսների փրկության, քանի որ քարերը դրանք հեթանոսներն են, հեթանոս ժողովուրդը։ Նայեք կրկին 10-րդ համարից մինչև 12 համարը վերաբերյալ։ Նայեցեք ինչ ասում Հովհաննես Մկրտիչը։ Այժմ կացինը դրված է, ասում է,
ծառերի արմատին։ Ուստի ամեն մի ծառ, որ բարի պտուղ չի տալիս, պետք է կտրվի և կրակի մեջ նետվի։ Ամեն մի ծառ, որ բարի պտուղ չի տալի, պետք է կտրվի և կրակի մեջ նետվի։ Դուք ուղիղ մի հասկացեք, որ այստեղ ծառը պետք է կտրեն և բարային։ Ծառերը մարդիկ են, պտուղները մեր գործերն են։ Ինչպիսի պտուղ ենք տալիս, ինչպիսի ծառեր ենք մենք, ինչպիսի արմատ ունենք մենք, արդյոք մենք պատվաստված ենք Քրիստոսի վրա։ Եվ ինչ է ասում, որ ծառը, որ բարի պտուղ չի տալիս, պետք է կտրի և կրակի մեջ նետվի, ես ձեզ մկրտում եմ ջրով, ասում է Հովհաննես Մկրտիչը, ապաշխարության համար, բայց նա, ով ինձանից հետո է գալիս, ավելի զորավոր է, քան ես, ու ես նրա կոշիկները կրելու արժանի չեմ, նա ձեզ պիտի մկրտի Սուրբ Հոգով և կրակով, ում կամարը իր ձեռքում է, որ իր կալը պիտի զտի և իր ծորենը լցնի շնեմարանը, իսկ հարդը պիտի այլի անմարելի կրակով։ Սա Հովհաննես Մկրտչի խոսքերն են, ինքը խոսեց Հիսուս Քրիստոսի մասին։ Ներկայացրեց Հիսուսին որպես Աստծողար, ներկայացրեց Հիսուսին որպես Մեսիա, որպես թագավոր, որ ավելի զորավոր է, և նա պետք է մկրտի Սուրբ Հոգով և կրակով։ Ինչ է սա նշանակում։ Նախ նայենք 10-րդ համարից ասում է, այժմ կացինը դրված է, ասել է, թե խուսափում չկա, եթե չապաշխարեք, կորչեք, կդատապարտվեք, եթե դար չգաք և չապաշխարեք և ապաշխարության արժանի պտուղ չբերեք, ամենքդ կրակով դատաստանի եք արժանանում։ Կրակի մեջ պետք է նետվեք, սա դատաստանի մասին է սիրելիներ։ Կացինը դրված է ծառերի արմատին։ Ծառերը մարդիկ են։ Ուստի ամեն մի ծառը, որ բարի պտուղ չի տալիս, պետք է կտրվի և կրակի մեջ նետվի։ Ուշադրություն դարձրեք կտրվի և կրակը նետվի։ Եվ անմիջապես այս դատապարտության խոսքերից դատաստանի մասին խոսելուց հետո շարունակում է 11-12 համարները և ասում է Հովհաննեսը, որպես մարգարե է խոսում, գալիքի մասին է խոսում, որ ասում է, որ ինձանից ավելի մեծն է գալիս, որ ես նրա կոշիկները քանդելու կամ արձակելու արժանի չեմ, ով ավելի զորավոր է և նա ձեզ պետք է մկրտի։ Ոչ թե ինչպես ես եմ մկրտում ապաշխարության համար ջրի մկրտությունը, այլ նա ձեզ Սուրբ Հոգով պետք է մկրտի։ Նա ավելի զորավոր է, Սուրբ Հոգով պետք է մկրտի և կրակով պետք է մկրտի։ Ինչ է սա նշանակում։ Եվ ասում ում կամարը իր ձեռքում է, որով իր կալը պիտի զտի և իր ծորենը լցնի շլեմարանը, իսկ հարդը պիտի այլի անմարելի կրակով։ Ինչ է սա նշանակում, ինչ են այս խոսքերը, ինչ մկրտության մասին է խոսքը։ Մարդիկ միայն շատերը հասկանում են միայն մեկ մկրտություն, ջրային մկրտությունը, բայց այստեղ տեսնում ենք Սուրբ Հոգու մկրտության մասին, ինչ է սա նշանակում։ Առաջինը Սուրբ Հոգու մկրտությունն է, նա ձեզ պետք է մկրտի Սուրբ Հոգով, չէ՞, այդպես կարդացինք, և կրակով, որը սկիզբ առավ Պենտեկոստեի օրվանից սկսած։ Ինչը նշանակում է, Տերը իր հոգին է տալիս բոլոր նրանց, ովքեր ընդունեցին իրեն, ովքեր դարձի եկան, ովքեր վերստին ծնունդի փորձառություն ունեցան, ապաշխարեցին, նրանք որդեգրության հոգին առան և Սուրբ Հոգին առան նրանք։ Նայեցեք, Սուրբ Հոգին առնում են նրանք, ովքեր որ իրապես ապաշխարում են, վերստին ծնունդ ունեն, Աստված իր հոգին է տալիս, որդեգրության հոգին։ Եփեսացիս առաջին գլուխ և 13 համարի մեջ Պողոս առաքյալը այսպես է գրում, Եփեսացիս 1:13, ում դուք հուսացիք, երբ լսեցիք ճշմարտության խոսքը, ձեր փրկության ավետարանը, ում հավատալուց հետո նույնպես խոստման Սուրբ Հոգով կնքվեցիք։ Խոստման Սուրբ Հոգով կնքվեցիք։ Աստված իր կնիքն է դնում, Սուրբ Հոգին իր կնիքն է դնում իր զավակների վրա, ովքեր որ իրապես հավատացին և ապաշխարեցին։ Աստված իր հոգիով երամեք Աստված գալի հավատացյալի սրտի մեջ ակնարկվում։ Սա մկրտություն է։ Սուրբ Հոգին գալիս հավատացյալի կյանքի մեջ ակնարկվում։ Երկնքի թագավորությունը բնակվում է կարծես հավատացողի սրտերի մեջ։ Սա առաջին մկրտությունն է և սա կրակի հետ կապ չունի։ Սա առաջին մկրտությունն է։ Սուրբ Հոգով մկրտվել նշանակում է Սուրբ Հոգին քեզ Քրիստոսի մեջ է ձգում։
Սուրբ Հոգով մկրտվել նշանակում է Աստծո Սուրբ Հոգին ստանալ։ Իսկ երկրորդ մկրտությունը դատաստանի օրվանն է վերաբերվում, որն է կրակե դատաստանը, կրակե լիճը։ Հունարեն բառը այստեղ կրակը կամ կրակե, գիտեք ինչ է նշանակում։ Մենք էլ ենք այդ բառը օգտագործում, փուր, որտեղ հաց են թխում, չէ՞, այսինքն զորավոր կրակ կա այնտեղ, ջերմություն կա, բայց այստեղ դատաստանի մասին է խոսքը։ Մենք էլ ենք փուր ասում։ Այդ վառարանը, որտեղ կրակը զորավոր է, թեժ է, եւ կրակով մկրտությունը վերաբերվում է գալիք դատաստանին, որով էլ վերջ է դրվում ամեն չարությանը, ամեն ըմբոստությանը, անհավատների դատապարտության, մեծ եւ ջերմակ աթոռի առաջ եւ բոլոր նրանք, որոնց անունները կենաց գրքում գրված չեն, կրակե լիճը գծվեցին կարդում ենք։ Հայտնության գրքի 20-րդ գլուխ 15 համար։ Եվ դարձյալ Հայտնություն 21-8-րդ համարի մեջ այսպես է կարդում։ Հայտնության գիրք 21-րդ գլուխ եւ 8-րդ համարը գնացեք։ Բայց վախկոտների ու անհավատների, պիղծերի, մարդասպանների ու պոռնիկների, կախարդների ու կռապաշտների եւ բոլոր ստախոսների բաժինը լինելու է կրակով ու ծծումբով վառվող լիճը, որը երկրորդ մահն է։ Սա կրակե մկրտությունն է։ Մկրտությունը մի մտածեք, որ օրհնություն է։ Մկրտություն նշանակում է սուզել, նշանակում է մխրճել։ Թաղման մասին է խոսքը, բայց Սուրբ Հոգու մկրտությունը օրհնություն է։ Սա փրկության եւ օրհնության համար է, կյանքի եւ որդեգրության համար է։ Բայց կրակը, այստեղ կրակը վերաբերվում է դատաստանին։ Ինչու, որովհետեւ կոնտեքստը ամբողջությամբ այդ մասին է։ Հովհաննես Մկրտիչը շատ խիստ է խոսում այստեղ եւ ասում է, եթե ձեր պտուղը բարի չեղավ, ահա կացինը արմատի տակ դրած է, պետք է կտրվի։ Եվ պետք է կրակը նետվի, այդպես չկարդացինք։ Եվ խոսելով Տեր Հիսուսի մասին, որ ավելի զորավոր է ինքը պետք է ձեզ մկրտի Սուրբ Հոգով եւ կրակով, այստեղ ասում է, որ քամարը իր ձեռքի մեջ է, այդպես կարդացինք, չէ՞։ Եվ հետո ինքը պետք է զտի կալը եւ ծորենը լցնի շտեմարանը, այսինքն փրկյալները իր շտեմարանի մեջ պետք է հավաքվեն, բայց հարդը, այսինքն ինչը որ անպետք է, անվիտանը, այսինքն ըմբոստությունը, ամբողջարությունը, անհավատությունը կրակի մեջ պետք է նետվի։ Սա կրակի դատաստանն է։ Պետք է ավելի պարզաբանենք։ Մենք այս երկու մկրտությունները չպետք է շփոթենք։ Երկու մկրտությունները տարբեր են, նույնը չեն։ Առաջինը օրհնությունը, երկրորդը դատաստան է։ Ոմանք այս կրակով մկրտությունը նույնացնում են Պենտեկոստեի օրվա մկրտության հետ, չէ՞։ Ասում են Պենտեկոստեի օրը կրակով մկրտվեցին, բայց այդպես բան գրված չէ։ Գրված է, որ լեզուներ երևացի եւ կրակե նման լեզուներ, չի ասում կրակե նման լեզուներ երևացի։ Սա չպետք է շփոթենք իրար, կապ չունի սա իրար հետ։ Անշուշտ Աստված կարող է մաքրել, կարող է զտել եւ նաեւ կարող է դատապարտել եւ կարող է պատժել։ Մենք չպետք է այս երկու մկրտությունը իրար միացնենք։ Նայեցեք Մատթեոսի ավետարան 13-րդ գլուխ եւ 12 խոսքում կարդում ենք որոմների առակի մասին, որ որոմը հավաքում են եւ կրակի մեջ են գցում։ Ամբարում հավաքում են եւ կրակն են նետում։ Ինչը որ որոմ է, ցորեն չի։ Սա դարձյալ դատաստանի մասին է եւ այստեղ կրակը նույն բառն է օգտագործված, ինչ մեր կարդացված տեքստում, փուր բառն է օգտագործված։ Կրակ, որ դատաստանի համար է պատրաստված։ Այնպես որ այս երկու մկրտությունները նույնը չեն, մենք չպետք է շփոթենք։ Կարևոր է, որպեսզի մենք ճիշտ հասկանանք գրվածքը եւ ճիշտ բացատրենք մարդկանց եւ կոնտեքստից դուրս չգալով հասկանանք եւ սովորեցնենք, որովհետեւ 12-րդ համարում շատ հստակ է ասում, որ Տերը պիտի զտի իր ցորենը շտեմարաներուն պետք է հավաքի, իսկ հարդը այրի անմարելի կրակով։ Սա այդ մտքի շարունակությունն է։ Ոմանք այս վերջին համարը բաց են թողում։ Չեն ուզում կապեն այդ կրակով մկրտության հետ, բայց դրա մասին է խոսքը գնում։ Եվ այս երկու համարները, այսինքն 11 եւ 12 համարները երկու տարբեր բաներ չեն, մեկ միտք է արտահայտում։ Այսպեսով Հովհաննես Մկրտիչը խոսում է Քրիստոսի մասին, նրանով եղող փրկության մասին, Սուրբ Հոգու մկրտության, որով ամեն ճշմարիտ վերստին ծնված հավատացյալ մկրտվում է Քրիստոսի մեջ։
Եվ գալու է դատաստանի օրը, երբ այդ մեկ մարդու միջոցով, որով փրկություն եղավ, այդ մեկ մարդու միջոցով էլ դատաստան պետք է իրականացվի։ Երբ որ կարդում ենք Գործք առաքելոց, նայեցեք 17-րդ գլուխ 31 համարը, Գործք առաքելոց 17:31, երբ որ Պողոս առաքյալը քարոզում էր Աթենքում, այսպես ասաց. Քանի որ նա մի օր, այսինքն Աստված մի օր սահմանեց, երբ աշխարհը արդարությամբ պիտի դատի այն մարդու ձեռքով, ում ինքը նշանակեց եւ ամենքին հավաստիացրեց նրան մերելներից հարուցանելով։ Ուրեմն ում մասին է, Քրիստոսի մասին է խոսքը, նրան հարուցանեց մերելներից եւ այդ մեկ մարդու միջոցով այդ աշխարհը պետք է դատի։ Այսօր Տեր Հիսուսը որպես փրկիչ է։ Գալու է ժամանակ ինքը պետք է արդար դատավորի։ Եվ անարդարացի կլիներ, եթե մեղավորները եւ ամբողջ չարությունը, ամբողջ հակառակությունը չդատապարտվեն։ Հա, եթե չդատապարտվեն, Աստծո կողմից անարդար կլինի դարձի սա։ Քանի որ Աստված արդար դատավոր է, իր խոստումները ճշմարիտ են, այո եւ ամեն են, մեղավորը եւ անհավատը բոլոր չարությունը իրենց արժանի պատիժը պետք է կրեն։ Սա կլինի արդարացի։ Դատաստանին պետք է ենթարկվեն իժերի սերունդները, օձերի սերունդները, ինչպես Հովհաննեսը ասաց, ովքեր չապաշխարեցին եւ չհավատացին թագավորին, եւ այդ նույն խիստ բառերով, ինչպես Հովհաննեսն էր հանդիմանում, ասում էր, չէ, իժերի սերունդներ, ով ձեզ զգուշացրեց գալիք դատաստանից խուսափել կամ խուստալ աղջեր, չէ, եւ նույն խոսքը դուք գիտեք Տեր Հիսուսն ասաց։ Տեր Հիսուսն այս խիստ խոսքերը ասաց հրյա կեղծավոր կրոնավորներին եւ ասաց. կեղծավորներ, իժերի ծնունդներ, ինչպես պիտի ազատվեք գալիք դատաստանից։ Ինչ դատաստանի մասին է խոսքը։ Կրակով եղող դատաստանի մասին է խոսքը։ Նայեցեք Մատթեոսի ավետարան 23-րդ գլուխ 33 համարը։ Մատթեոս 23:33, որովհետև իրականության մեջ Հիսուսի մերժողները ուղղակիորեն մերժում են Աստծուն, մերժում են Աստծո շնորհքը, նրա ողորմությունը, նրա փրկչությունը, կարծես մեծ մի քար են դնում այդ շնորհքի առաջ։ Եվ դատաստանը, դատապարտությունը անխուսափելի է, որովհետև Աստված արդար դատավոր է։ Ուրեմն Մեսիայի ծառայությունը եւ թագավորի գործոնը կայանում է նրանում, որպեսզի Աստծուն մոտեցնի մարդկանց։ Որովհետև Հիսուս Քրիստոս եկավ ասեց. ով ինձ տեսավ, Հորը տեսավ։ Ես եկա, որ դուք կյանք ունեն, բայց նրանք մերժեցին, սպանեցին, ժառանգին սպանեցին, որպեսզի տիրանան, սպանեցին, Աստծո որդուն սպանեցին, այդ արդարին սպանեցին։ Ինչ էր թագավորի գործոնը, Քրիստոսի գործոնը որպես Մեսիա, որպեսզի Աստծուն մարդկանց բերի։ Քահանայի գործոնը ինչ էր, մարդկանց դեպի Աստված մոտեցնի, ճանաչեցնի, չէ՞։ Քահանան մարդկանց դեպի Աստծուն է մոտեցնում, թագավորը Հիսուս Քրիստոսի գլխավորությամբ այստեղ, թագավորն է որպես Մեսիա, Աստծուն ներկայացնում է մարդկանց։ Ինձ տեսակ, Հորը տեսակ ասաց, բայց նրանք չուզեցին եւ խաչեցին նրան։ Հետևաբար նրան մերժողները իր ձախ կողմում եղողներն են, իր ձախ կողմում եղողներն են, որոնց համար դարձյալ ասվում է. հեռացեք ինձանից անիծյալներ հավիտենական կրակի մեջ, որը պատրաստված է սատանայի եւ նրա հրեշտակների համար։ Շատերը ասում են, այդ կրակելիճը, այդ դատապարտության վայրը, այդ փուրը, կրակե դատաստանը, արդյոք մարդկանց համար է պատրաստված։ Աստծո խոսքը շատ հստակ ասում է Մատթեոս 25-րդ գլուխ 41 համարի մեջ։ Սատանայի եւ սատանայի հրեշտակների համար, դիվային աշխարհի համար, ամբոստության համար, բայց մարդիկ իրենց հոժար կամքով ընտրեցին այդ ճանապարհը։ Փառք Տիրոջը, փառք նրա անսահման սիրո, փառք նրա իմաստության, փառք նրա արդարամտության համար, որ մեզ ողորմեց եւ մեզ փրկեց հավիտենական դատապարտությունից։ Ուրեմն Սուրբ Հոգու մկրտությունը պետք չէ շփոթենք կրակել մկրտության հետ։ Պետք չէ շփոթենք սիրելիներ։ Սուրբ Հոգու մկրտությունը օրհնություն է։ Քրիստոսի մեջ ենք մենք զետեղվում։ Եվ Աստված ուզում է, որպես մենք Քրիստոսի մեջ լինենք եւ ինքն էլ մեր մեջ։ Սուրբ Հոգու աշխատանքը սա է։ Մեզի Աստծո ով է լեցնում։ Բայց կրակել մկրտությունը դատաստանի եւ դատապարտության համար է։
Եվ մենք տեսանք, որ ամբողջ կոնտեքստը այդ մասին է խոսում։ Շատերը գիտեք ինչ են շփոթում, որտեղ այստեղ գրված է։ Շփոթությունը նաև կայանում է սրա մեջ, որ այստեղ գրված է. նա ձեզ պիտի մկրտի Սուրբ Հոգով և կրակով, չէ՞։ Այսինքն առանձին նախադասություն չի, մեկ նախադասության մեջ ենք տեսնում։ Սուրբ Հոգով և կրակով, ոմանք մտածում են Սուրբ Հոգով մկրտությունը դա կրակով մկրտությունն է, բայց այդպես չէ։ Շատ պրիմիտիվ կլինի, եթե այդպես մտածենք, որովհետև կոնտեքստը այդ մասին չի խոսում։ Կոնտեքստը խոսում է դատապարտության մասին, կրակի դատաստանի մասին, անպտղության և իժերի սերունդների արդարացի դատաստանի մասին, որն է կրակի լիճը, կրակի դատաստանը, անմարելի կրակ է։ Այնպես որ կարևոր է, որ մենք ճշմարտությունը հասկանանք և ճշմարտությունը հասկանալով ապրենք և ուրիշներին հետ փոխանցենք։